Ավան եւ նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ մուլտիգրուպ կոնցերնում ընդգրկված ընկերությունների աշխատակիցներն են։ Երկուշաբթի օրվանից տասնյակ հազարավոր քաղաքացիներ հարկադիր պարապուրդի են մատնված։ Բոլոր ընկերությունների դռները կողպված են, կապարակնքված։ Այսքան ժողովուրդ դուրս են մնացել, աշխատանքը պարալիզացրել են եւ ինչ են մտածում, ինչ կլինի։ Սա անարդարություն է, որ այսքան ժողովուրդ հիմա մնացել է գործազուրկ։ Աշխատանքի չեն կարողանում գնալ, պատճառը չգիտենք։ 10,000 աշխատող արդեն դրսում է մնացել։ Սա խեղկատակություն է, բոլորն էլ աշխատանքի կարիք ունեն, աշխատատեղեր ստեղծել է այդ մարդը, պարոն Ծառուկյանը, ոչ մեկ չի կարողացել անել այն գործը, ոնց որ ինքն է արել։ Մուլտիվելն է Սակումբից եմ, աշխատակիցներից եմ, մարզիչներից, որ մեր ղեկավարի կողքին ենք, ողջ անձնակազմով, ու մենք վստահ ենք, որ մեր ղեկավարը արդար է։ Այս մարդը 20-30 տարի բարեգործություններով զբաղվել է, ամեն ինչ արել է, ով ինչ հարցով դիմել է արել է։ Հիմա ինչն է անարդար, այս ինչ են անում էլի ժողովրդին։ Ասենք այսքան մարդ, այսքան աշխատող, 30,000, 15,000, 20,000 կլինի աշխատող։ Սա անգործ մնացած հիմա բաղոր այսքան հավաքվեն է ժողովուրդը։ Անվտանգության կոպիտ խախտումներով բնապահպանական աղետի վտանգ ստեղծելով էին ուժայինները կասեցրել Արարատ ցեմենտ գործարանի աշխատանքը։ Մասնագետներն էպիկենտրոնին պատմել էին, որ իրենց դուրս են հանել առանց հաշվի առնելու հետևանքները։ Աշխատում եմ Արարատ ցեմենտ փակbaşնետիրական ընկերությունում եւ այսօր մնացել եմ գործազուրկ եւ ոչ միայն ես, այլ 1000 հոգի աշխատող։ Ես ինքս ապրում եմ Վարձով, ունեմ ուսանող աղջիկ եւ ոնց եմ անելու։ Ես վստահ եմ եկեղեցու կառուցող մարդը չի կարող պարտվել։ Մեր աշխատակազմերով մարդիկ անգործ են մնացել։ Ցեմզավոդից բռնած ծապարապ, անգործ, մի հատ մաքուր մարդ է կա, որ հազորային կա, այսօր ձերբակալել են։ Մարդիկ իրենց տունը այդ աշխատանքով են պահում։ Եթե չլավ այդ աշխատանքը ոնց են անելու։ Այդ տանը ինչքան մարդիկ կան։ Բոլորն է սպասում են արդարության։ Այնինչ տեղի ունեցավ հուլիսի 6-ին ու շարունակվում է մինչև հիմա, տրամաբանությունից դուրս է, ասում են դատարանի բակում հավաքված քաղաքացիները։ Տնտեսության ողնաշարը կոտրելու, հազարավոր մարդկանց անգործ թողնելու գինը արժեք չունի այս իշխանության համար։ Այսօրվա կառավարության վրա ենք որ անօրեն գործեր է բերում։ Զուտ իրա պրինցիպներն է։ Հայտարարել է, որ նստացնելու եմ, ես եմ անելու, այն եմ անելու, զավոդները փակելու եմ, ինչի համար։ Կոպիտ ասած պետությունը գլա իր ձեռը ինչ ուզում անում է։ Այսինքն մենք իր ձեռի խաղալիքն ենք, հա դարը։ Տենց հավեսը տվեց, ասեց ու անում է։ Թող իրանք մի հատ մտածեն իրանց արած գործերը ազգի հանդեպ, մեկ էլ մտածեն Ծառուկյանի արած գործերը ազգի հանդեպ։ Եկեղեցիները սարքե, բարեգործություններ արե, սպորտը ոտի կանգնացրե, օլիմպիադա սարքե։ Սրանք հանդելավիրելուց բացի ինչ են արել։ Բոլորիս իրավունքներն են ոտնահարել, չէր կարելի այսքան մարդու թողնել առանց աշխատանքի։ Այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է։ Արդարություն չկա։ Ինձ իրենք ուզում են, ինձ իրանց գործը անում են։ Իշխանությունը իր լծակները ամեն ձևի օգտագործում է, որ իր ուզածին հասնի։ Ես գտնում եմ, որ պարոն Ծառուկյանը արժանի հայորդի է եւ այս գործողությունները իմ կարծիքով սրանք շոու էին, քանի որ ես գտնում եմ, որ եթե պարոն Ծառուկյանին հրավիրեին քննչական կոմիտե, ինքը շատ հանգիստ կներկայանար։ Նաեւ գիտեք, մի քիչ նաեւ զարուրելի է կռիվը խրտվիլակների եւ այռուցների հետ, չեմ հասկանում այս ամեն ինչի իմաստը։ Արդարության վերականգնման պահանջով դատարանի բակում էր նաև ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի նախագահը։ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ վերջին տարիներին հայկական կինոն դուրս եկավ մեր երկրի սահմաններից ու լավագույնս ներկայացվեց միջազգային փառատոններում։ Հասարակության դեգրադացման աստիճանը, երբ անկախության շրջանում Հայաստանի տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, հոգևոր կյանքի մեջ ներդրում կատարած ամենածավալուն ներդրում կատարած մարդուն հագցնում են ձեռնաշղթաներ, որոնք նույնիսկ իր բազուկներին չեն համապատասխանում եւ ուղեկցում են քննչական կոմիտե փորձելով հասարակությանը ցույց տալ, որ մենք կարող ենք այսպիսի բան անել։ Ուրեմն դա որևէ կերպ չի նսեմացնելու պարոն Ծառուկյանի արժանինքները եւ համբավը հասարակության մեջ, որովհետեւ այդ համբավը ձեռքաբերվում տասնամյակների ընթացքում։ Այն ինչ որ ինքը արել է սպորտի համար, կանի նաեւ մշակույթի դաշտում։ Սենց բաներից են վախենում, որովհետեւ պարոն Ծառուկյանն այն մարդն է, որ ինչին որ ձեռք տա, դա կարգավորելու է։ Մի բան, որ իրանք անընդունակ են։ Այնպես որ
մեծ հաշվով մեր ազգի համար, մեր ազգը այնքան սարսափելի բաների միջով անցել, որ ես հանգիստ եմ, մենք սա կհաղթահար ենք։ Արդար որոշման ակնկալիքով դատարանի բակում հավաքված արցախցիները չեն մոռանում, թե ինչ ծավալի աջակցություն է ցուցաբերել իրենց Գագիկ Ծառուկյանը, որ ամենածանր պահերին եղել է նրանց կողքին։ Ինքը ազգի համար շատ արած ունի, հանձինս մեր համար, արցախցիներիս համար 1 տարի դռնեդուռ եմ ընկել, որ մտնեմ աշխատանքի, ընտանիքիս հոգսերի հոգալու համար, մտել եմ աշխատանքի պարոն Ծառուկյանի ծխախոտի գործարանում եւ համարյա 2 տարի աշխատում եմ դե եւ դրանով ապահովում եմ իմ ընտանիքի հոգսերը։ Ինչքան մարդ կան անգործ եմ մնացել, ես հիմի չգիտեմ այդ մեր զավոդը որ պլոմբել են, երբ են բացելու, որ ես աշխատեմ տան վարձ տամ։ Մեկ մարդու ամբիցիաների պորտկումն ու Ծառուկյանի դեմ այս արշավն ուղիղ հարված է ոչ միայն մեր երկրի տնտեսությանը, այլև տասնյակ հազարավոր քաղաքացիներին։ Նրանց առաջ իրենց տասնամյակների աշխատավայրի դռները փակվեցին րոպեների ընթացքում։ Արթուր Հակոբյան, Իզաբելա Հովանիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։